2026-ի ընտրություններում յուրաքանչյուր քաղաքացու ձայնը որոշիչ է լինելու Փաշինյանին իշխանազրկելու գործում, վստահ է առաջ Աչակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը։ Մարդը չգալով ընտրատեղամաս ինքնին ընտրում է գործող իշխանությանը։ Ըստ Մանթաշյանի վտանգավոր է բախտորոշ ընտրություններից առաջ ընտրական ապատիա տարածելը, դա նրա համոզմամբ իշխանությանն է ձեռնտու։ Փորձում են Հայաստանի Հանրապետության ընտրող քաղաքացուն ցույց տալ, որ իր քվեից կախված չէ որևէ բան, հետևաբար դրանով տարածում են ապատիա։ Պետք է թույլ չտալ, որ հունիսյան քվեարկության ժամանակ լինի այն, ինչ եղավ Երևանի ավականու 2023-ի ընտրություններում, կարծում են իշխանության ընդդիմախոսները։ Երևանի թիմ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն իշխանությունը կարողացավ պահպանել ընտրողների պասիվության պատճառով։ Երբ դու չունես 50+1, այո, հավաքում ես օրինակ 33 կամ 35%, բայց մասնակցությունը այնքան քիչ է, որ դա բավարարում է ունենալ արդեն գործադիր իշխանության փաթեթ։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հիշեցնում է, Գյումրիում ևս իշխանությունը ուզում էր գնալ նույն սցենարով, որը սակայն տապալեցին գյումրեցիները ակտիվ մասնակցելով քվեարկությանը։ Ինչու էին իրենք Գյումրիում վստահ, որովհետև իրենք իրենց աչքի առջև ունեին Երևանի օրինակը։ Կարեն Քոչարյանի խոսքով իշխանությունը շատ լավ հասկանում է, առաջվա վարկանիշը էլ չունի, ինչը ցույց են տալիս վերջին սոցհարցումները, բայց սա իմանալով հանդերձ շատ իշխանականներ վստահեցնում են, թե խորհրդարանական այս ընտրություններում ստանալու են ընտրողների ձայների 60%-ը։ Դա ցանկացած իշխանության մոդել է տեխնոլոգիայի առումով, նախընտրական տեխնոլոգիայի, ցանկացած իշխանություն դա անում է։ Նախընտրական այս տեխնոլոգիան օգտագործվում է մեկ նպատակով՝ դեմոտիվացնել իշխանություններից դժգոհներին, որպեսզի նրանք չմոտենան քվեատուփերին, համոզված, որ իրենց ձայնը կարևոր չէ, առանց այդ էլ Փաշինյանի թիմն արդեն ընտրված է։ Իշխանությունը իհարկե ունի պրոբլեմ։ Քաղտեխնոլոգի համոզմամբ, եթե ՔՊԱ-ականների ինքնավստահությունը հիմքեր ունենար, այսօր Եվրոպաները չեր ընկնի իշխանությունը ինչ-որ հիբրիդային պատերազմների դեմ պայքարելու համար աջակցություն խնդրելու։ Նորմալ է, որ դիմում են, նորմալ ասելով իրենց համար նորմալ, որովհետև իրենք եւ իրենց եւ Հայաստանի գլխին այնպիսի քաոս են ստեղծել, Հայաստանը ներքաշելով աշխարհաքաղաքական լրջագույն խաղերի մեջ, որ բնական է հիմա առանց դրա չեն կարողանալ։ Անգամ արտաքին միջամտությամբ Փաշինյանին չի հաջողվի վերընտրվել, եթե ընդդիմությունը ճիշտ մարտավարություն ընտրի, ասում է Նարեկ Մանթաշյանը։ Նրա խոսքով անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեցող կուսակցությունները պետք է չխանգարեն ընդդիմադիր խոշոր միավորներին ու ձայներ փոշիացնելով ակամա նպաստեն գործող իշխանության վերարտադրությանը։ Մարդիկ, ովքեր որ ունեն ընդհանրապես կուսակցական պեչատներ, չգնան դառնան ձայն փոշիացնող եւ ի վերջո այդ ձայները դառնան իշխանության բոնուսներ եւ այստեղ ընդդիմությունը եւս անելու շատ գործ ունի եւ ես այստեղ ուզում եմ ապավինեմ ընդդիմության եւ ընդդիմադիր այդ գործիչների ողջախոհությանը։ Մանթաշյանը վաղարշապատի վերջին ընտրությունների օրինակն է բերում, երբ ընդդիմադիր շատ ուժերի մասնակցությունը ըստ էության բոնուսներ բերեց ՔՊ-ին։ Ընդդիմության որոշ գործիչներ, ովքեր մասնակցեցին, ընդդիմությունից տարան են ձայները, որ անհրաժեշտ էին ընդդիմադիր համայնքապետ ունենալու համար եւ չհաղթահարեցին անցողիկ շեմը, այդպիսով բոնուս դառնալով իշխանության համար։ Փաշինյանի ջրաղացին ըստ Նարեկ Մանթաշյանի ջուր են լցնում նաեւ այն շրջանակները, որոնք ընտրությունները բոյկոտելու կամ բոլորին դեմ քվեարկելու կոչեր են անում։ Այն քաղաքի ապրողի։ Դա ըստ նրա վարկանիշի աննախադեպ անկում գրանցած իշխանության շահերից է բխում։ Որքան ավելի շատ հակաիշխանական ընտրող մասնակցի ընտրություններին, իշխանություններին ընտրողների բացարձակ թիվը որպես տոկոս իջնելու է։ Հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է գնալ իր քաղաքացիական պարտքը կատարելու։ Կարնե Մանգասարյան, Արաքել Օհանյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։